նոյեմբերի 15-ին ժամը 15-ից մինչև 21-ը Իտալիայի մեքասեում Նյումեգի հրավիրում է գրքի և արվեստի ֆրանսիական միջազգային փառատոնին, որ ընթանում է, որի ընթացքում էլ կներկայացվեն ֆրանկոֆոն 4 բեսթսելերներ, կլինի հատուկ հյուր, ինչպես նաև պանելային քննարկումներ, թատերական ընթերցում ու համերգ, մի խոսքով ֆրանսալեզու տոնակատարություն է մեզ սպասում։ Այսօր մեզ համար պատիվ է, քանի որ մեզնից այս կողմում նստած են մեր լավ գործընկերները, Նյումեգ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի, ձեր տաղավարում միայն ու միայն բարձր տրամադրություն է, մեծ հաճույքով ենք գալիս, շնորհակալ եմ։ Սիրով ենք հյուրընկալել, առավել եւս խոսքը հենց մեր գործընկերների մասին է, ում անձնապես ենք ճանաչում, շատ հաճելի է։ Նմանապես։ Պատմեք փառատոնի մասին, պատմեք այդ նախաձեռնության մասին, որը մեկ օրով մեզ տեղափոխում է Ֆրանսիա, գոնե մտավոր էսպես։ Ոչ միայն Ֆրանսիա, այլ ֆրանկոֆոն աշխարհ, որովհետև ֆրանկոֆոն գրականության եւ մշակույթի տոն է մեզ սպասում։ Նյումեգը արդեն 3-րդ տարին է անցկացնում այս ֆրանկոֆեստը եւ 2025 թվականի ֆրանկոֆեստը ունի նաեւ միջազգային կարգավիճակ, որովհետև մեզ միացել են միջազգային գործընկերները, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Ինստիտուտ Ֆրանսեն, Գոնկուր ակադեմիան եւ Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիայի դեսպանատունը, այնպես որ այս փառատոնը երևի թե Հայաստանի առաջին փառատոններից է, որ ունի հստակ ուղղվածություն եւ ունի նաեւ այսպիսի միջազգային կարգավիճակ ու ճանաչելիություն։ Եվ այն դեպքում, երբ մեր գործընկերներն են հենց դիմել մեզ, որպեսզի դառնան գործընկեր, խրախուսեն այս մշակույթը, գրքի ֆրանկոֆոն մշակույթի գրականության տարածումը Հայաստանում եւ ինչու ոչ մեզ էլ ավելի մոտ դարձնեն իրենց կյանքի տեմպին, գրական տեմպին եւ այն ամենին, ինչ ստեղծվում է դրսում Հայաստանում եւս իմանանք, վայելենք։ Միանգամից 4 գիրք, որքանով է հեշտությամբ տրվում կամ որքանով է դժվար ձեզ խմբագրել այդքան աշխատել թիմի հետ ու իրականում մոտեցնել այս սերնդի լեզվամտածողությանը։ Քիչ առաջ հենց դա ենք խոսում, որ Նյումեգի այսպես առաքելություն ասենք կամ հաջողության գրավականներից մեկը հենց այդ թարգմանչական այդ նուրբ գիծն է, որ հա գնում է ու քո լեզվամտածողությանն է անընդհատ առնչվում մեր սերնդին, այս սերնդին։ Իհարկե 4 նոր գիրք ներկայացնելը բարդ process է, բայց դե ով է ասել, որ պետք է լինի հեշտ։ Մենք աշխատում ենք մեր աուդիտորիային, մեր ընթերցողներին ներկայացնել ժամանակակից գրականությունը եւ հենց Գոնկուր մրցանակաբաշխությունը հենց ժամանակակից ֆրանսալեզու գրականության լավագույն ստեղծագործությունների այդ ծաղկեփունջն է ներկայացնում։ Գոնկուրյան միսիան մեր իրականության մեջ երիտասարդությանը վերաբերող թեմատիկան երիտասարդներին հասկանալի ընկալելի լեզվով ներկայացնելն է եւ այս 4 գիրքն էլ հիմնականում երիտասարդական թեմատիկայով են, բայց եթե պատմության հերոսները ասենք 15-ից 25 տարեկան են, դա ինքնին չի նշանակում երիտասարդական։ Դա ուրեմն պետք է նախ եւ առաջ գեղարվեստի ուրեմն արժեքը պետք է լինի մեջը, էսթետիկան պետք է լինի մեջը եւ խոհափիլիսոփայությունը պետք է լինի մեջը։ Մեր 4 գրքերն էլ, որոնց մասին Անին կարող է հիշատակել, մեր 4 գրքերն էլ հենց երիտասարդական թեմաներով են։ Թարգմանությունները, որոնց մասին դուք ասեցիք, մենք աշխատել ենք անել հնարավորին չափ պահպանելով ֆրանսիական թեթևությունը լեզվի եւ նրբությունը եւ գեղագիտությունը։ Բարդ բան է, շատ բարդ բան է, ֆրանսալեզու հոգեբանություն է նաև այդ հոգեբանությունը հայտնվում է նաև բառախաղեր կան, նաև հատուկ ուրեմն սլենգ կա, ժարգոն կա, որը մենք պետք է կարողանանք որևէ ձևով ժամանակաշրջանի շունչը այո փոխանցել եւ մեր ընթերցողին հասկանալի լեզվով փոխանցել։ Օրինակ ասենք այն գրականությունը, որը Գոնկուրը ուրեմն Գոնկուր Հայաստանի մրցանակին արժանացել, այն վեպը, որ մենք ներկայացնում ենք եւ հատուկ հյուր է լինելու, հեղինակը այստեղ է լինելու, ահա դա ունի էրոտիկ նկարագրությունների շերտեր, որոնք շատ հատուկ են ֆրանսալեզու ուրեմն թեթև գրականության ժանրային առանձնահատկություններին, ազատությանը, երիտասարդների շփումներին, բայց եթե դու չպահպանես հայերեն թարգմանության մեջ այդ քո տակտի զգացում, էսթետիկան կարող է արանքից այո, կարող է դուրս գալ եւ դա կարող է դառնալ պարզապես գրեհիկ նատուրալիզմ։ Այդ պատճառով մենք աշխատել ենք այդ պահպանել այդ նուրբ սահմանը
Եվ գրքի վրա մենք դրել ենք 18+ նշանը, որովհետև մեջը կան էրոտիկ տեսարաններ, սեռական շատ հետաքրքիր բուրըն գործողություններ կան եւ ես պատկերացնում եմ այժմ ինչ է կատարում գրախանութներում մի անգամ բոլորը անջատել են այսպես տեսախցիկները փակել են եւ այսպես Google-ում գրում են New Meg նոր գիրքեր հրատարակություններ այո գնել առաքում կարծես թե գովազդ է լինում այդ խմբին ինչ դու չի տալիս բայց այդ թեմատիկան առանցքային չէ այլ ուրեմն պրոբլեմատիկ իրողություններ էլ կան Պարզապես երիտասարդ սերնդի հոգեվիճակների եւ անհասկանալի հարաբերությունների մասին է։ Այ մենք շատ հաճախ ասում ենք, «Էս ինչ է կատարվում երիտասարդության հետ»։ Մենք իրենց մեր ժամանակ էսպես չէր, մենք իրենց չենք հասկանում։ Հայրեր որդիներ մշտական այդ բանը։ Եվ հայրեր որդիներ, այո, եւ տարածաշրջանն է, պարզում է, որ լինել, ուրեմն ապրել, ենթադրենք Ֆրանսիայում, որևէ պրովինցիալ քաղաքում նշանակում է ապրել մի տարածքում, որտեղ առանձնապես ոչինչ չի կատարվում։ Եվ վերնագիրն հենց այդպես է, եւ նրանց որդիներն էլ նրանց պես։ Այո, զավակներն էլ իրենցից հետո, այսինքն նույն մղձավանջը փոխանցվելու է նաեւ նրանց զավակներին եւ նրանք չեն հասկանալու թե ինչպես ռեալիզացվեն, թե ինչպես կարողանան ինտեգրվել ավելի լավ, ավելի ուրախ, ավելի քաղաքակիրթ, ավելի լեցուն կյանքին, թեև հենց Փարիզը եւ մյուս մեգապոլիսը իրենց կողքին է։ Բարդ խնդիրների մասին է լինելու գրականությունը։ Ինչպես եք ընտրում գործերը, որ պետք է թարգմանվեն։ Եթե խոսքը ֆրանկոֆոն գրականության եւ այս փառատոնի համար ընտրված գրքերի մասին է, այո, մենք ընտրում ենք հաշվի առնելով ժամանակաշրջանը, նաեւ ժամանակակից լինելը, հեղինակի եւ թեմայի ակտուալ լինելը, բացի այդ, քանի որ գործակցում ենք Գոնկուր ակադեմիայի հետ, Գոնկուրը գրական մրցանակաբաշխություն է, որը համահավասար է Նոբելյան մրցանակին, այնպես որ մենք փորձում ենք վերջին շրջանի Գոնկուրի արժանացած գրականությունը դարձնել հայերեն, հայաֆիկացնել եւ մեր ընթերցողին մատուցել։ Այդ մի քանի չափանիշներն ենք հաշվի առնում եւ ինչպես պարոն Նալբանդյանը նշեց, կարեւոր է որ թեման լինի այս սերնդի այս ժամանակաշրջանի համար ակտուալ եւ որևէ խնդիր բացահայտող, լուծող, սփոփող։ Ես կարող եմ խոսել մյուս գրքերի մասին, պարոն Նալբանդյանը նշեց Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո ֆրանսիական մեծ վեպի մասին։ Մյուս գրքերն են Գոնկուր Հայաստանի ընտրությունը Գայել Ֆայի Ժակարանդա վեպը Գայել Ֆայը հայտնի ռեփ երգիչ է Ֆրանսիայում, բայց ունի ռուանդական ծագում եւ նրա եւ երաժշտության եւ գրականության թեման ազգայինն է, ինքնաճանաչումն է եւ ցեղասպանության թեման է այս առումով այս գիրքը եւս մեզ համար շատ հոգեհարազատ է, որովհետեւ գիրքը Ռուանդայի ցեղասպանությունից հետո սերունդների այդ ցավը վերապրելու փորձի մշակույթի մասը կազմել մեծ աշխարհի մասը եւ այդ ցավը ինչպես ենք մենք դեռ շարունակում մեզ հետ փոխանցել սերնդեսերունդ եւ ինչպես պետք է դա հաղթահարել այդ խնդիրները այն ապրումները որոնք Ժակարանդայում Գայել Ֆայի հերոսները ունեն շատ հարազատ են մեզ հարազատ են մեր պապերին մեր հայրերին մեր մայրերին եւ մեր գենետիկ կոդումներին այո անգամ մեզ եւ մեզնից հետո եկող սերունդներն էլ այդ ամեն կզգան հետաքրքիր է որ հենց հայաստանյան ժյուրին Գոնկուրի ընտրեց այս վեպը ունենալով այլ ընտրություն եւս Գոնկուրի ներկայացված մյուս 8 գրքերից մենք փաստորեն մեր ընտրությամբ փաստեցինք որ ֆրանկոֆոն աշխարհի մյուս երկրների հետ նույն գրական տեմպի գրական ընկալումների եւ կարիքը ունենք որովհետեւ այս գիրքը չհաղթեց հիմնական Գոնկուրը բայց հաղթեց 25 եւ ավելի Գոնկուր ակադեմիայի ազգային ժյուրիներում եւ սա իսկապես շատ հետաքրքիր փաստ է որ մենք այդ քարտեզի վրա եւս ունենք ձայն եւ ունենք հավասար եւ նույնատիպ ընկալումներ Վերադառնալով պանելային քննարկումներին, թատերական ընթերցումներին, ինչ է սպասում եւ ովքեր են հյուրերը, հայտնի հյուրերը, նրանք ովքեր առանձնանալու են այդ քննարկումներում։ Այո, առիթ ունեցանք տեսնել Մանե Գրիգորյանին եւ Հրաչ Քեշիշյանին։ Ենթադրում ենք, որ ներկայացումներից մեկը լինելու է Երգի պետական թատրոնում։ Փոքր այսպես բացենք փակագծերը։ Ու նաեւ հատուկ հյուրին։
Առաջին ֆրանկոֆեստի ժամանակ 2023 թվականին մենք ներկայացրեցինք բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի կապույտ մորուքը վիպակը եւ արդեն երրորդ ֆրանկոֆեստին մենք առիթ ունենք խոսելու այդ վիպակի արդեն պիեսի եւ սպասվող ներկայացման մասին, քննարկումը դրա շուրջ է լինելու, պարոն Քեշյանը բեմադրել է պիեսը եւ դերասանները եւս մասնակցելու են քննարկմանը նախ պրեմիերային այսպիսի հետաքրքիր զրույց կլսենք, կբացահայտենք թե դերասանների համար ինչպիսի գործեր սա, ինչպես են մոտեցել, ինչպես են հայերեն դարձրել իրեն Նոտոմբի հերոսներին։ Անցած տարի երբ մենք ներկայացնում ենք այդ հրաշալի ստեղծագործությունը, մի փոքրիկ ընթերցանություն ներկայացրեցինք, մի փոքրիկ հատված երկխոսություն, որովհետև դիալոգների վրա է կառուցված։ Եվ այն ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ սա Հայաստանում գոնե անպայման դառնալու է ինչ-որ ներկայացման հիմք, որովհետև արդեն պիեսը կա, պետք է պարզապես, այո, ուրվագծվում է։ Պարոն Քեշիշյանը այդ կոմերցիան այսպես կարողանում է հափշտակել։ Եվ կոմերցիան, եւ գեղագիտությունը, եւ այն, որ դա այո, պետք է բեմ բարձրանա, որովհետեւ բեմին երկխոսությունները ֆրանսիական թեթևության երկխոսություններ, այո, շատ տպավորիչ են, ազդեցիկ են եւ շատ ենթատեքստեր ունեն։ Առանց ենթատեքստեր անցալելու դժվար կլինի երկխոսությունը պարզապես լսելը։ Իսկ ենթատեքստերը հուշում են այդ հերոսների բովանդակություն, այդ հերոսների կենսագրություններն են հուշում։ Այնպես որ կարծում եմ, որ հաջողված ներկայացում է լինելու, Անին ներկայացրեց, ուրեմն այդ արդեն իսկ 1 տարվա ընթացքում բեմադրությունը պատրաստ է, եւ դա հրաշալի է։ Եվ առիթից օգտվելով կարող եք հերթական անգամ ներկայացնել, թե որտեղ է լինելու, ինչ լինելու, վերջը տեղեկացված լինի մեր հեռուստադիտողը, կարծում եմ ցանկանա սիրով դիտել։ Ներկայացումը դեռ դրա մասին եւ ռեժիսորը եւ դերասանները կհրապարակեն, կհայտարարեն, կարծում եմ մյուս տարվա առաջին կեսում մենք հնարավորություն կունենանք եւ փակագծերը իրենց գործի մենք չբացենք, բայց բոլորին կարող ենք հիշեցնել, որ վաղը Իտալիայի մեկ հասցեում բոլորին սպասում ենք վայելելու ֆրանկոֆոն մշակույթը, գրականությունը, երաժշտությունը, մենք հետաքրքիր նաեւ երաժշտական հատված ենք ունենալու, ջազ, ֆոլկլոր եւ դասական ժամը 3-ից մինչև երեկո 21:00։ Այն ինչ պանելային քննարկումներ կան, որոնց մասին, ինչպիսին է օրակարգը, ես չեմ կարող նշել նաև չնշել, որ մարքեթինգային տեսանկյունից շատ հետաքրքիր արշավ է, երբ որ նայում ես սոցիալական էջերը, ֆրանսերենով թարգմանություններ, քննարկումներ, այսպես ոնց որ բուրն է Նյումեգի էջը զարգանում։ Նյումեգի ամեն ինչի շուրջ միանգամից բում է առաջանում, գիտեն, որ վստահ են մարդիկ, որ մի նորություն լինելու է այդտեղ, մի հետաքրքիր թելի կարողանալու են բռնել ու իրենց դարձնել այդ։ Բայց այժմ ուղիղ եթերում հասկանանք, թե ինչպիսին է օրակարգը 15:00-ից մինչև 21:00-ն, ինչ է կարողանալու սպառողը տեսնել։ Նախ գրքերի շնորհանդեսները առանձին կլինեն պանելային քննարկումների ձևաչափով։ Մենք կունենանք նաև քննարկում հայ-ֆրանսիական կրթական մշակույթի մշտատև կրթվելու ավանդույթի մասին։ Մեր պանելիստները կլինեն հայ անվանի գործիչներ կրթական ոլորտի, նաև Ֆրանսիայի ժամանած մեր հայրենակից սփյուռքահայ գործընկերներ կլինեն այդ քննարկմանը, հետաքրքիր քննարկում է սպասվում, որը մեր հայ-ֆրանսիական Զենիթ ակադեմիան է նախաձեռնել, կլինի այս թատերական քննարկումը, կլինեն գրքերի շնորհանդեսները եւ մենք կունենանք հնարավորություն հանդիպելու եւ լսելու Պասկալ Բրուկներին, ում հյուրընկալելու ենք եւ նա է հենց մեր հատուկ հյուրը լինելու այս փառատոնի։ Պասկալ Բրուկները շատ անվանի, ճանաչված եւ կշիռ ունեցող գրական եւ հասարակական գործիչ է Ֆրանսիայում, նա փիլիսոփա է, գրող է, Գոնկուր ակադեմիայի ժյուրի անդամ է եւ սա նրա երկրորդ տարածքն է արդեն Հայաստան։ Անցած տարի պարոն Բրուկները ժամանեց Գոնկուր ակադեմիայի դելեգացիայի հետ եւ հայտարարեցինք Գոնկուր Հայաստանի հիմնումը եւ այս տարի պարոն Բրուկները գալիս է ոչ միայն որպես Գոնկուր ակադեմիայի ժյուրի անդամ, նաեւ որպես հեղինակ, գրող, ում գիրքը եւս մենք կներկայացնենք։ Նա շատ հայտնի է նաեւ որպես իր հայանպաստ գործունեությամբ հայտնի եւ նրա քաղաքական հայացքները շատ կարեւոր են նաեւ մեր հայ հասարակության համար, որովհետեւ նա միջազգային ատյաններում որտեղ կարողանում է լինել, հատկապես ֆրանկոֆոն համակարգերում, առաջ է մղում հայկական
պատկերացումներ արդարության մասին եւ Ղարաբաղյան մեր պրոբլեմատիկայի մասին եւ ցեղասպանության մասին, այնպես որ մեզ համար շատ կարեւոր անձնավորություն է միջազգային մակարդակի, դեսպան գրական աշխարհում, այո, հենց դեսպանն է ֆրանկոֆոն համակարգում եւ աշխարհում, այնպես որ շատ կարեւոր անձնավորություն է գալու մեզ հյուր։ Միջոցառումը բաց է։ Այո, ինչպես պետք է գրանցվեն, ինչպես կարող են միանալ։ միանալ։ Նյումեգի բոլոր փառատոնների մուտքն ազատ է, այս փառատոնները մենք նախաձեռնում, իրականացնում եւ կազմակերպում ենք հենց մեր ընթերցողների համար, որպեսզի նրանք գիրքը միայն մեկ կոմպոնենտով չընկալեն եւ չզգան, այլ դրան հարակից արվեստի, մշակույթի մյուս ճյուղերը գան, համալրեն այս գեղեցիկ մշակույթը, որը փորձում ենք ձևավորել, այո, խմբագրի հետ, եւ թարգմանչի հետ, եւ հրատարակչի հետ, եւ հեղինակի հետ, ովքեր ստեղծել են, ովքեր ստեղծում են այս գեղեցկությունը, եւ նրանց հետ ովքեր առանց որոնց անհնար է պատկերացնել գեղագիտական միջավայրը, երաժիշտների, կոմպոզիտորների, ստեղծագործողների։ Պարոն Ալբանդյան, վստահ եմ, դեռ չավարտած մի գիրքը, մյուսին եք արդեն պատկերացնում, առջևում ինչ անակնկալներ եք ունենալու, Նյումեգը ինչ է պատրաստվում հրատարակել կամ թարգմանության գործին եք լծված այս պահին։ Մենք պատրաստվում ենք հաջորդ փառատոնին։ Ես դա նկատի ունեի, ինչպես ասեն, մեկը դեռ չավարտած, մյուսին։ Ինչ ունեք առջևում, որի վրա աշխատում եք։ Թերևս մեր հեռուստադիտողը սպասում է այս հայտարարությանը եւ այս գրքի հիշատակմանը, մենք այս պահին աշխատում ենք Հենրիխ Մխիթարյանի կենսագրականի ստեղծման եւ թարգմանության վրա, այո, բոլորը սպասում են եւ մեզնից պահանջում են, թե երբ կլինի, այդ մասին Ֆրանկոֆեստից հետո մենք անպայման կհայտարարենք, խորհուրդ տալիս հետևել մեր էջերին։ Մենք մոտենում ենք հաղթական ավարտին։ Հրաշալի, աստորեն։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ եւս մեկ անգամ մենք հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ժամը 15:00-ից մինչև 21:00 Իտալիայի մեկ հասցեում Նյումեգը հրավիրում է գրքի ու արվեստի ֆրանսիական միջազգային փառատոնին։ Ես վստահ եմ, որ դուք հրաշալի ժամանց կունենաք եւ ճիշտ կօգտագործեք ձեր շաբաթօրը։ Ես ցանկանում ենք լեբլեցուն սրահներ, իսկապես տեղեկացված ընթերցասեր հանրություն։ Սիրով հրավիրում ենք ձեզ։ Սիրով։ Շնորհակալ ենք։ Դիտենք գովազդը եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։